Այսօր մի շատ կարևոր հարցի մասին։ Ինչ ակնկալել բժշկությունից, բժշկից, երբ դուք դիմում եք նրանց ինչ-որ հարցով եւ ինչ է նշանակում բուժումը ընդհանրապես։ Մինչև հարցի բուն թեմային անցնել, ես ուզում եմ պատմեմ մի դեպք։ Իմ հիվանդներից մեկը, որի մոտ 20 օրվա ընթացքում նկատվել էր բավականին փոփոխություններ դրական, իմ դեղորայքը ցույց էր տվել թղթի վրա մեկ այլ բժշկի եւ այդ մեկ այլ բժիշկի ինչ-որ մեկը ասել էր, որ այսքան դեղերից մենակ ես մի հատն է բուժում, իսկ այն մյուսները չէ։ Եվ ես ճիշտ ասած մի քիչ զարմացա, որովհետև այն դեղորայքը, որ ինքը մատնանշել էր, դա իրականում ոչ թե բուժում է, այլ օգնում է լրացնել կորցրած ֆունկցիան, այսինքն դեղորայքային ղեկավարել պարեզը, ասենց ասեմ, մկանային թուլությունը։ Իսկ այն դեղորայքը, որ ինքը համարել էր, որ անիմաստ է, նրանք հակառակ օգնում են օրգանիզմի վերականգնման այդ ֆունկցիայից։ Եվ ես հիմա ձեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր կարևոր հանգամանքների մասին, որոնք կատարվում են օրգանիզմում եւ որոնք չի կարելի դնել նույն նժարների վրա։ Տեսեք, մեր բժշկագիտության առարկան դա հիվանդ օրգանիզմի կենսագործունեությունն է, որտեղ կա հիվանդություն, որպես նոզոլոգիկ թեորիա, որպես միավոր, որը ընդհանուր է բոլորի մոտ։ Հիպերտոնիկ հիվանդությունը կամ ասենք մեկ այլ հիվանդությունը նույնն է, այս մեկի մոտ, այն մեկի մոտ, այն մեկի մոտ։ Կան այդ հիվանդությանը հակառակ հակազդման գործոններ, որոնք փորձում են հակազդել այդ հիվանդությունը, սրանք ունենում են որոշակի ընդհանրություններ եւ առանձնահատկություններ անհատական։ Եվ երրորդը ամենակարևորը, այդ ամենը կատարվում է ինչ-որ մի օրգանիզմում, որը մենք անվանում ենք հիվանդ օրգանիզմի կենսագործունեություն։ Եվ դա կատեգորիկ տարբերվում է ամեն մեկի մոտ։ Մեկի մոտ օրգանիզմը մեկն է իր ժառանգական հատկություններով, իր օրգանիզմի ունակություններով, մեկ այլ մեկի մոտ լրիվ ուրիշ ձև է հակազդում կամ պատասխանում, մեկը ընթացքը հիվանդության շատ ծանր է լինում, նույն հիվանդության ընթացքը մյուսի մոտ այդքան ծանր չի լինում, սա կատեգորիկ տարբերվում են մարդիկ իրենց ապրումներով եւ ընթացքով։ Տեսեք, մի կողմից հիվանդությունը զարգանում է, դե առաջանում ինչ ախտաբանական process-ներ, մեկ այլ կողմից զարգանում են հակազդման process-ները եւ այդ ամենից բացի այդ օրգանիզմում կատարվում են մի շարք փոփոխություններ, լրիվ այլ օրգան համակարգեր, որոնք ներկայացված չեն տվյալ հիվանդակին process-ի մեջ, փոխվում է նրանց ֆիզիոլոգիան, նրանց ֆունկցիան։ Եվ հետեւաբար այստեղից պետք է շատ դուրս բերել մի շատ կարեւոր դրույթ։ Ինչն ենք բուժում, ոնց ենք բուժում եւ տարբեր բժշկության ուղղությունները։ Հիմա առաջինը բուժում ենք հիվանդությունը։ Հիվանդության բուժման համար կան մի քանի ճանապարհներ։ Կա էթիոլոգիկ բուժում, այսինքն պատճառային բուժում, որ ազդում ենք պատճառի վրա վերացնելով նրան։ Պաթոգենետիկ բուժում, որ մենք նշանակում ենք դեղորայք, որպեսզի կանգնացնենք այդ հիվանդության զարգացումը, եւ սիմպտոմատիկ բուժում։ Այս հարցը, որ ասենք դեղորայքով ու դու նշանակում ես մի դեղ, որպեսզի ասենք օրինակ ցավազրկողը, որ ցավը թեթևանա, կամ շանտի դեպրեսանտը, որպեսզի այդ ստրեսից հետո դեպրեսիվ փոփոխությունները իջնեն, սիմպտոմատիկ բուժում։ Սա, չգիտեմ ինչի, բոլորի մոտ դուրս է բերվում որպես առաջի պլան, այսինքն դեղը խմեցի, գանգատը սանցավ։ Եվ այս է, որ պետք է հասկանալ, թե գանգատը անցնելը դա դեռ նույնը չի, լավացումը չի դրանով պայմանավորված, որ կարող է գանգատ չլինել, բայց օրգանիզմը լինել հիվանդ։ Երկրորդը դա հիվանդությանը հակազդող այդ բոլոր գործոնների ակտիվացումն է եւ նրանց արդյունավետության բարձրացումը, որը չի կարելի դնել մի հավասարման վրա, որ ասել այս դեղորայքը, որ նշանակել ենք, որպեսի կազդուրումը եւ լավացումը լինի, լավանա, այս սրանք արդյունավետ չեն հիվանդության բուժման համար։ Իհարկե, որ սրանք նույն բանը չեն, ինչ որ հիվանդությունը եւ օրգանիզմի հակահիվանդակին գործիքակազմի ակտիվացումը, սրանք լրիվ տարբեր բաներ են։ Երրորդը դա այն գործողություններն են եւ դեղորայքն են, որոնք օգնում են հիվանդ օրգանիզմին ապահովել նրա կենսագործունեությունը մաքսիմալ էֆեկտիվ հիվանդակին փուլը շրջանը հաղթահարելու համար։ Սա լրիվ այլ մոտեցում է եւ համադրել էլի հիվանդության բուժման դեղերի կամ մոտեցումների հետ նույնպես անթույլատրելի է։ Պետք է դուրս բերել մի շատ կարևոր հանգամանք։ Հիվանդությունը եւ հիվանդ օրգանիզմը դա նույնը չեն։ Եվ բնականաբար հիվանդության բուժումը եւ հիվանդ օրգանիզմի բուժումը եւս նույնը լինել չեն կարող։ Այն դեղորայքային միջամտությունները, որոնք ազդում են հիվանդ օրգանիզմի վրա, նրանք կարող է եւ ազդեցություն չունենան հիվանդության վրա անմիջապես, բայց կողմնակիորեն նրանք լավացնելու են, արագացնելու են լավացումը եւ ամենակարևոր գնահատականը այդ լավացումը պետք է լինի կայուն։ Օրինակ, ես կարող եմ վերել շատ օրինակներ, թե ինչպես նյարդաբանական հիվանդների մոտ կիրառում են օրինակ, ասենք վիտամին B
B1, B6, B12 խմբի դեղորայքները։ Մարդիկ ասում են այն ժամանակ այլ դեղ չկար, դրա համար վիտամին E-ն սրսկում, ով ասում չկա։ Վիտամին L, E կար, C կար, բայց ինչի վիտամին E-ն, C-ն չեն կարողացել հիմնավորվել, բայց B խումբը հիմնավորվել է, նախ որ B խումբը ինքը մեծ ակտիվություն ունի նյարդային համակարգում, եւ բացի դրանից բժշկական փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր այդ դեղորայքային բուժումը ստացել են, նրանց մոտ վերականգնման փուլում ավելի է արագացել, արդյունավետությունը լավացել։ Այդ դրա համար է նշանակությունը, թե չէ պարզը, որ նյարդաբանական հիվանդության մեջ թե ամենջապես վիտամին B խմբի պակաս չի, եւ դուք պակասը դրսից չլրացնեք, էֆեկտ չի ունենալու, բայց էֆեկտը լրիվ այլ կողմից է, լրիվ այլ միտում ունի այդ մոտեցումները եւ դեղորայքի նշանակումները։ Սա պետք է ճիշտ հասկանալ, որպեսզի հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում բժշկից այս խմբի համար, այն մոտեցման համար եւ ինչ ենք մենք ակնկալում ընդհանրապես, երբ որ մենք այս դեղը նշանակում ենք, եւ պետք է ճիշտ հասկանալ, երբ սпасել դա եւ ոնց սпасել։ Ամենակարևորը ինչ որ կուզեի նշել, այս բոլոր ուղղությունները չի կարելի դնել մի նժարի վրա։ Չի կարելի նրանց մեջ մտցնել հավասարման նշան եւ ասել այս դեղորայքը, որոնք նշանակել են, ինձ ընդհանրապես չօգնեց, այս երևույթը չկտրեց։ Դա բժշկական մի փորձ է, որը որ ցույց է տալիս, որ ասենք եթե այս մոտեցումները իրանք ունենում են էֆեկտիվություն, նրանք կարող են ունենալ 10% էֆեկտիվություն կամ կարող են ունենալ 90% էֆեկտիվություն։ Սա հնարավոր չէ դուրս բերել որպես բանաձև։ Սա կախված է բժշկի հմտություններից եւ փորձից եւ այն հանգամանքից, թե ինչքան ինքը լավ է կարողանում հասկանալ ձեր օրգանիզմը, ավելի չէ ճիշտ ասած անհատական մոտեցումից, բայց նրանց համադրել, թե այս դեղորայքը հիվանդությանը չեն բուժում, բայց նրանք ուղղված չեն հիվանդության բուժմանը, նրանք ուղղված են օրգանիզմի բուժմանը։ Խնդրում եմ սա հասկացեք, ընկալեք եւ բժշկին դիմելուց ճիշտ հարցադրումը պատկերացրեք, որպեսզի փոխազդեցությունը բժշկի հետ եւ էֆեկտիվությունը բուժման լինի ձեր համար մաքսիմալ։